Ավելի քան 80 երկրում անցկացվող Bebrus ինֆորմատիկայի և ալգորիթմական մտածողության միջազգային մրցույթն արդեն երկրորդ տարին է անցկացվում Հայաստանում գրանցելով մասնակցության աննախադեպ աճ։ Եթե նախորդ տարի նախաձեռնությանը միացել էին շուրջ 30 դպրոց և 2000 աշակերտ, ապա այս տարի մարզային 60 դպրոցի ավելի քան 6400 աշակերտ։ Ինքը 20 տարից ավել արդեն գոյություն ունի։ Նպատակը խրախուսել եւ սեր արթնացնել ինֆորմատիկայի նկատմամբ։ Բոլորս հասկանում ենք, որ ինֆորմատիկան շատ կարևոր ուղղություն է եւ այն երեխաները, ովքեր ուզում են հաջողել ՏՏ ոլորտում, շատ ողջունելի կլինի, որպեսզի դպրոցական տարիներից ինֆորմատիկայով ակտիվ զբաղվեն եւ Bebrus այն միջոցն են հարթակն է, որը սեր է արթնացնելու եւ հնարավորինս շատ երեխաների հասանելի դարձնելու այդ գիտելիքները, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ հնարավորություն ստանան հաջող ապագա կերտել ՏՏ ոլորտում եւ ինչու ոչ նաեւ այլ ոլորտներում օգտագործելով այս գիտելիքներն ու հմտությունները։ Մրցույթը Հայաստանում կազմակերպել է Rice կրթական հիմնադրամը։ Նախնական փուլում մրցույթին մասնակցել են Արմաթ ինժեներական լաբորատորիաների եւ արհեստական բանականության գործիքներ կրթական ծրագրերի աշակերտները։ Այստեղ հատկապես կարևորում են մարզային դպրոցների ակտիվ մասնակցությունը։ Նրանց խոսքով այս տարիների փորձը ցույց է տվել, որ մարզերում տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրված երեխաների թիվը մեծ է, իսկ նման նախաձեռնությունները վստահաբար կդառնան ապագա մասնագիտական կողմնորոշման կարևոր խթան բազմաթիվ պատանիների համար։ Դժվարություններ եղել են, բայց ես հաղթահարել եմ այդ դժվարությունները։ Երևի ծրագրավորումով կգնամ։ Մրցույթը նախատեսված է առաջինից 12-րդ դասարանների աշակերտների համար։ Առաջադրանքները կառուցված են տրամաբանության եւ խնդիրների լուծման ճկունության վրա, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել երեխաների ներուժն ու զարգացնել վերլուծական մտածողությունը։ Այս մրցույթը իրականում ինձ շատ բան սովորացրեց, մանավանդ որ անցյալ տարի մասնակցել եմ եւ չէի հաղթել եւ այս տարի հաղթեցի, այն իմ լոգիկան ավելի զարգացեց։ Ուսուցիչների խոսքով մրցույթը երեխաների համար ինֆորմատիկա առարկան դարձնում է ավելի պարզ, հասկանալի եւ հետաքրքիր։ Այն ոչ միայն զարգացնում է տրամաբանական մտածողությունը, այլև օգնում հասկանալ, թե ինչպես են աշխատում գadgetներն ու մյուս տեխնոլոգիական սարքերը, որոնք այսօր դարձել են նրանց առօրյայի անբաժանելի մասը։ Չի պահանջում երեխաներից հստակ սահմանումների իմացություն, հստակ կանոնների իմացություն, բանաձևեր, հաշվարկներ, պարզապես պետք է տրամաբանել եւ վերլուծել, որպեսզի ստանան ճիշտ արդյունքը։ Այլ առարկաների մրցույթներ, երբ որ լինում են, երեխաները մտածում են, «Բայ, ես սա չգիտեմ, ես նա չգիտեմ»։ Իրականում այս մրցույթն էլ ամենասկզբում այդպես էր, անգամ մեզ համար, երբ որ մենք ծանոթ չէինք խնդիրների բովանդակությանը, չգիտեինք երեխաները կկարողանան հաղթահարել մրցույթը, թե ոչ։ Մրցանակաբաշխության ընթացքում ամփոփվեցին տարվա գլխավոր ձեռքբերումները։ Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները պարգևատրվեցին մակբուքերով եւ այլ խրախուսական նվերներով։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։